Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Եվս մեկ հանդիպում տեղի ունեցավ Երևանում։ Օրվա հյուրը բազմադիսցիպլինար արվեստագետ Լևոն Ֆլջյանն է։ Լևոն Ֆլջյան, բազմադիսցիպլինար արվեստագետ, ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ 1990-ից 1995 թվականներին սովորել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 2000 թվականից ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ Ավարտել է նաև մագիստրատուրան, ստանալով գրաֆիկ նկարչի և մանկավարժի որակավորում։ Տարիներ շարունակ դասավանդել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։ Ռեստարտ արվեստային նախաձեռնության հիմնադիր անդամ։ 2010-ից 2011 թվականներին ապրել և ստեղծագործել է Լեհաստանում, ղեկավարել Կրոնիկա ժամանակակից արվեստի կենտրոնի մշակութային աշխատարանները։ 2009 թվականից մինչ օրս մշակութային նախագծեր է համակարգում և համադրում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 2013 թվականից մինչ օրս աշխատում և ստեղծագործում է որպես գրաֆիկ դիզայներ և գեղարվեստական ղեկավար։ Լևոն Ֆլջյանը ցուցադրել է իր աշխատանքները խմբակային և անհատական, տեղային և միջազգային ցուցահանդեսներում աշխարհի տասնյակ երկրներում։ 10-ից ավելի արվեստային նախագծեր և անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի մի շարք քաղաքներում։ Աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր պատկերասրահների հավաքածուներում և մասնավոր հավաքածուներում։ Ողջունում եմ բոլորիդ, երեխեք ջան, իմ անունը Լևոն է, Ֆլջյան ազգանունը, ես մուլտիդիսցիպլինար արվեստագետ եմ, սենց օտար բառ ասեցի, հայերեն բազմադիսցիպլինար, ինչ է այդտենց կոչվում, որպես տարբեր մեդիաներով եմ ստեղծագործում, նկարիչը միայն վրձինով ու մատիտով չի ստեղծագործում, նաև կարող է վիդեո ապարատով անել, ֆոտո տեսախցիկով նկարել, տարբեր մեդիաներ, տարբեր առարկաների հետ աշխատել, Այսօրվա իմ պրեզենտացիայի ընթացքում կներկայացնեմ իմ տարբեր նախագծեր, ու հուսով եմ ձեր մոտ էլ շատ հետաքրքիր հարցեր կառաջանան, ինչի, ոնց և ինչպես է արված, ու այդտեղից դուրս գալով նաև կընկալեք, թե արվեստագետը ինչ նյութերի հետ կարող է աշխատել, ինչքան բազմաշերտ մասնագիտություն է ինքն իրենից ներկայացնում, ու շատ հետաքրքիր։ Կարճ պատմեմ, իմ ճանապարհը, ոնց ես դարձա նկարիչ, ինչի եմ հիմա զբաղվում, նկարչությամբ, կարծեմ ձեզ հետաքրքիր կլինի, ինչ է անում արվեստագետը իր առօրյայում, Ուրեմն ես ծնվել եմ մանկավարժի և դիզայների ընտանիքում, և փոքրուց տեսել եմ այդ նկարչությունը և ստեղծագործական պրոցեսները։ Եվ գալով այն տարիքին, որ արդեն պետք է համալսարանական կրթություն ստանամ, որոշումս տենց շատ բնական կայացավ, որ պետք է դառնամ նկարիչ, Ավարտեցի Գեղարվեստի ակադեմիան և նույն Գեղարվեստի ակադեմիայի ուսանողական տարիներից իսկ սկսեցի մասնակցել ցուցահանդեսների, Ինչը շատ կարևոր է, ուսանողական տարիներից, նաև դպրոցական տարիներից իհարկե, եթե արդեն իսկ որոշել եք ձեր մասնագիտական ուղղվածությունը, զբաղվել ձեր նախընտրած մասնագիտությամբ։ Իմ դեպքում դա նկարչությունն էր և ամեն ինչ, ինչ վերաբերվում էր արվեստին,
նկարել, տեսնել, դիտարկել, հարցեր տալ, հա, եւ այլն եւ այլն։ Եվ դրանից հետո սովորելով ակադեմիայում, մասնակցելով Հայաստանում եւ արտասահմանում ցուցահանդեսների, հիմա կուզենամ ձեզ ներկայացնեմ իմ մի քանի կարևոր ցուցադրություններից, նախագծերից մեկը, հա, մի քանիսը կներկայացնեմ, հիմա մեկից սկսենք, հա, շարքը կոչվում է պիքսելներ, հա, ու ընթացքում արդեն նաև կքննարկենք իր տեխնիկական, գաղափարային մասերը, հա, բերեք տեսնենք առաջի նկարները, որոնք որ ես արել եմ, հա, տեսեք, էլի ինքը պիքսելներից է բաղկացած, ինչպես ասեցի, լուսանկարի մի մասն է, ինչքան շատ են պիքսելները, այդքան նկարը որակով է, հա, դուք բոլորդ ունեք հեռախոսներ եւ բոլորի հեռախոսները տարբեր են, չէ՞, այտենց 50 մեգապիքսել, 25, 150, 200, չէ՞, տարբեր են, չէ՞, բոլորինը։ Այսինքն այդ քանակը նշանակում է, որ ինքը բարձր որակի լուսանկար է անում։ Իմ դեպքում ես քչացնում եմ այդ պիքսելները, բերում եմ մինիմում աստիճանի, երբ որ պատկերը դեռ ճանաչելի է, հա, չի լղոզվում, բայց դեռ ճանաչելի է։ Չի կորցնում իր ուրվագիծը, բայց դու հասկանում ես ինչ է պատկերված։ Անցնենք հաջորդին, այստեղ ավելի հասկանալի է, չէ՞, ձեզ ինչ է պատկերված, հա, ինչ են, կարող եք ասել ինչեր են։ Այս աջ կողմինը երկու մարդ է, չէ՞, կանգնած կարմիր վերնաշապիկներով, իսկ այս ձախ կողմինը ճանապարհային նշան է։ Ուրեմն ինչն է իմաստը, հա, որ ես այսպես անում եմ, ու ինչով է տարբերվում իմ նկարած պիքսելները թվային պիքսելներից, հա։ Թվային պիքսելները, եթե դուք լուսանկարը մոտիկացնում եք, չէ, ասենց մատերով զում եք անում, չէ, էկրանից կամ touch ինչ-որ գadget-ից, եթե լուսանկարը մի քիչ վատ որակ է, դուք տեսնում եք, չէ, այդ քառակուսիները, ու տենց ասում եք շատ վատն է, չէ, այս նկարը։ Բայց այն մեթոդը, որը ես կիրառում եմ այստեղ, հենց այդ ոչ թե վատ լինելու, այլ այն մեջտեղի աստիճանին բերելուն է, որ պատկերը ոչ լղոզված է, ոչ ճանաչելի է։ Ինչի է այդպես արվում, որովհետև առօրյայում էլ մենք շատ դեպքերում, հա, նմանատիպ իրավիճակներում հայտնվում ենք, հա, մի հատ վառ օրինակ բերեմ, օրինակ հեռվից եթե տեսնում եք ձեր ընկերն է մոտենում, հա, ոչ դեմքն եք տեսնում, ոչ ձայնն եք լսում, բայց ճանաչում եք, չէ, ասում եք իմ ընկերն է, հա, ինչից եք ճանաչում, իր ընդհանուր ուրվագծից, հա, քայլվածքից եւ այլը, հա, այսպես մեծ կտորով եք իրան տեսնում եւ այդտեղից կարողանում եք կառուցել իր կերպարը եւ ճանաչելի դարձնել ձեզ համար, չէ։ Հաջորդ նկարը ցույց տամ, ցախ կողմինը, ով որ եղել է Գյումրիում, հա, Չուլոշնի կոչվող շենքն է, հա, նախկին ֆաբրիկան է, մեծ հրապարակի մոտ, իսկ աջ կողմում Արագած սարն է։ Սա մտորում նկարներ են այդ պիքսելների շարքից եւ մի քանի գրաֆիկական աշխատանքներ, որոնք արված են, հա, մատիտով կամ թանակով, դրանով է գրաֆիկական աշխատանքը տարբերվում գեղանկարից, որը գույնով արված, հա, այդ գույնը կարա լինի ակրիլ, յուղաներկ, ջրաներկ, հա։ Ձախ կողմում պատկերված է իմ աչքը, հա, իսկ աջ կողմում պատկերված է տղա եւ աղջիկ, հա, որը այս աջ կողմի աշխատանքը հիմա գտնվում է պատկերասրահի կոլեկցիայի մեջ, հա, եւ ցուցադրվեց նախ անցած տարի, թե անցած տարի, չեմ մտաբերում, մերկի հանդերձանքը ցուցահանդեսի մեջ, հա, եւ մնաց պատկերասրահի կոլեկցիայի մեջ։ Այս նկարները հին տրադիցիոն հայկական լուսանկարներ տեսել եք, չէ՞, մեր տատիկները, պապիկները կամ նախապապերը, հա, որ ասենց ադատավոր նստում են, այսինքն տենց էր վարկը այդ ժամանակ եւ տենց լուսանկարը ֆիքսել է, հա։ Ես այդ լուսանկարները վերցրել եմ եւ վերարտադրել եմ պիքսելային ձևով, հա։ Տեսեք, տվյալ դեպքում ես աշխատում եմ արդեն հիշողության եւ պատմության հետ, հա։ Եթե այստեղ այս նկարների մեջ աշխատում էի մեր իրողության հետ, հա, նույն մեթոդով, այստեղ արդեն ես աշխատում եմ պատմության եւ հիշողության հետ, հա։ Սա էլ սենց կլոր շրջանակների մեջ պատկերված, հա, հին լուսանկարներ, շատ դեպքերում այս հին լուսանկարների մեջ նաև սենց ունենք տարազի հատվածներ, որը
տվյալ դեպքում գուշակվում է, բայց ելի դետալային չի երևում։ Բերեք անցնենք իմ երկրորդ նախագծին, նկարների շարքին, որը կոչվում էր բառեր, նկարներ եւ հարցեր, Մինչև անցնելը ուզում եի կարևոր է, որ նկարիչը միայն նկարչությամբ չի զբաղվում, այսինքն նկարիչը զբաղվում է շատ կարևոր հարցերով, ինչը մեր առօրյայում է տեղի ունենում, դա կարող է լինել բնության հետ հարաբերություն, մարդկային հարաբերություն, հույզերի հետ հարաբերություն, հիշողություն, կարող է լինել ցանկացած թեմա, գիտական թեմա, տեխնոլոգիաներին վերաբերող ցանկացած թեմա նկարչի ուշադրության կենտրոնում կարող է լինել, կախված է նկարչի հետաքրքրությունից, Տվյալ դեպքում այս նկարչական շարքը, որ ես արել էի, նախագիծը բաղկացած էր տեքստերից, տեքստերը այստեղ չունեմ ներկայացրած, բայց ունեմ ներկայացրած նկարները։ Այս երկու շարքը 17 թվականին էր, էլի ցավոք աշխարհում տենց պատերազմներ էր տիրում, ու տենց անդրադարձ եղավ, որովհետև լավ թեժ տարիներ էր, պատերազմական, տվյալ դեպքում իմ կողմից նայում եք, սենց թվում է թե պատերազմական թեմա է, բայց ինչ-որ վառ գույներ է օգտագործված, միտումը նա է, որ իրականում մարդիկ պատերազմում են, որ չգիտեմ, բարեկեցիկ երկիր ունենան, խաղաղ երկիր ունենան, բայց պատերազմը իր բնույթով շատ ավերիչ հետևանքներ ունի, եւ դրա համար այստեղ փորձեցի հակադրել այդ երկու կարծես թե իրարից հեռու երևույթները, բայց շատ իրար հետ առնչվող, երևույթները։ Այստեղ պատկերված է, տեսնում եք, sense ճոճանակ ձի եւ Եթե ուշադիր նայեք, բարակ գծով պատկերված է Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթ արձանը։ Պատմական էպոսի եւ իրողության հարաբերության մասին է, որովհետեւ էպոսի մեջ, եթե հիշում եք, մեծ Հայաստան մենք ունենք ու պայքարում էր Սասունցի Դավիթը այդ հողերի համար, Տվյալ աշխատանքը, վերևում անգլերեն գրված է պատերազմը վերջացել է, երեխաները խաղում են, էլի այդ պատերազմի եւ հետևանքի մասին է խոսքը, որ պատերազմը շատ վատ հետքեր է թողնում մեր իրողության մեջ, որը տարիների ընթացքում է մաղվում եւ այստեղ ինչպես տեսնում եք, ինչ որ զենք, զինամթերքներ են եւ երեխաները այդ միջավայրի մեջ են մեծանում, ցավոք, բայց ինչ որ իրողություն կա սրա մեջ, Գանք մեր օրյա վերջին նախագծերի մասին խոսեմ, պանդեմիան հիշում եք, կորոնավիրուսի շրջանը, որ դաս չկար, բոլորը փակված էին, այս բոլոր պատկերները վերցրած են մեդիաներից, այսինքն հեռուստատեսություն, միակ կոմունիկացիայի միջոցը դրսի աշխարհի հետ հիշում եք հեռուստացույցներ, չէ, հեռուստացույց, ռադիո, այդտեղով էինք մենք լուրջ ստանում, Շատ հազվադեպ sense կարողանում էր դուրս գալ վախենալով, դիմակով, Այս պատկերները, այդ պանդեմիքս, որ կոչվում է, միքս այդ դրա մասին է, որ բոլոր այդ երևույթների իրար խառնելու մասին է խոսքը։ Եվ sense շերտավորված են իրանք, տարբեր մեր երկրի, դրսի երկրի, տենց մեդիայից վերցրած պատկերներ, բժիշկներ, ինչ որ տեղամիջոցների մասին, որովհետև հիշում եք, սենց որ լավ տարածված թեմա էր։ Եվ վերջի հատվածը, այս տարվա իմ աշխատանքներից խոսեմ, այս 25 թվական, այս տարի է արված, եւ այս տարի մասնակցեցի այս ցուցադրությունով, Գյումրիում կա Գյումրի Art Week փառատոն, ամենամյա կատարվելիք, այդտեղ ցուցադրվեցին Տվյալ շարքը արդեն առնչվում է մեր անցյալի եւ ապագայի, թեմային։ Ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան, ինչպես ենք մենք հիշում մեր անցյալը եւ ոնց է այդ անցյալը ու ապագան իրար հետ առնչվում, Դուք բոլորդ հիմա տարբեր տարիքի եք, ասենք միջինում երևի 14-15 տարեկան եք, բայց հաստատ հիշում եք ձեր մանկությունը, պատկերացնում եք որոշ չափով, ով եք դառնալու, ինչով եք զբաղվելու, բայց մի հատ փորձեք պատկերացնել լրիվ այլ ուղղությամբ, ալտերնատիվ մի ճանապարհով, ասենք, չգիտեմ, երազում եք դառնալ ինժեներ, օրինակ, ինչ կլիներ, եթե դուք երազեիք դառնալ, չգիտեմ, գիտնական,
տեսեք ոնց է փոխվում ձեր անցյալի ընկալումը, ձեր ապագայի տեսլականը, հա, այդ ամբողջը իրար հետ ներկապված է, հա, ոնց ես դու առաջ նայում եւ ոնց ես դու հետ նայում, այսինքն ներկա դիրքը այդ երկու անցյալի եւ ապագայի հատման եւ խտացման տեղն է եւ դրանք կարող են լինել բազմաբնույթ, հա, կախված է թե ինչ ուղղությամբ ենք մենք մտածում, հա։ Այսպիսի շարք էր, կարող առաջին հայացքից տենց շատ դժվար եւ բարդ ընկալելի թվալ, հա, բայց կան սիմվոլներ եւ նշաններ, որոնք մեր իրողությանը հետ առերեսվում են, հա, մեր իրողության ասելով Հայաստանի ներկա վիճակի, անցյալի եւ ապագայի տեսլականի մասին է խոսքը, հա։ Այսպես, այսքանն էր այդ աշխատանքները, որ այսօր պլանավորել էի, հա, այս ցուցադրել։ Նաև կուզենայի ընդանուր մի հատ խոսել ինչ մոտեցումով եմ, հա, ես աշխատում, եթե նկատեցիք շատ տարբեր էին, չէ, առաջին հայացքից հենց մի նախագիծը մյուսից տարբեր էր, ոնց որ կարող է թվա թե տարբեր նկարիչներ են նկարել։ Դրա համար, որ սկզբում խոսեցինք, հա, մուլտիդիսցիպլինար կամ հայերեն ասած բազմադիսցիպլինար, հա, արվեստագետ, սրա մասին էր խոսքը, որ դիսցիպլինան եւ մեթոդը եւ նյութը ինչի հետ առնչվում է, շատ տարբեր են լինելու։ Եվ իմ դեպքում ամեն մի նախագիծ, հա, թելադրում է իր նյութը եւ իր մոտեցումը։ Եվ ձեր մոտեցումն էլ շատ կուզենայի, որ շատ շփվեիք արվեստի հետ եւ բազմապրոֆիլ արվեստի հետ, հասկանայիք, որ արվեստը միատեսակ չի, հա, արվեստը շատ բազմաշերտ է, բազմաժանր է, միշտ չի, որ ինքը միշտ հաջողանալու համար է, հա, միշտ չի, որ գեղեցիկի մասին է արվեստը, հա, որովհետև շատ պատմական նկարներ կան, որը ընդհանրապես գեղեցիկի մասին չի, հա, որ խոսում ենք, հա, այդ պատերազմական թեմակա, պատերազմի մասին է, զոհերի մասին է, բայց դրանից հետո եկող նաև համերաշխության մասին է, հա, երջանկության մասին, այսինքն այդ բոլորը միախառնված են իրար հետ եւ այդ ամեն ինչը արվեստի մեջ կարող եք գտնել։ Այնպես որ իմ կողմից ձեզ խրախուսում եմ, որ շատ այցելեք թանգարաններ, փորձեք ստեղծագործել, հա, չվախենաք, շատ կարևոր է, որ չվախենաք, որ չասեք, չեմ կարող, հա, չի ստացվում իմ մոտ, այդպես բան չկա, հա։ Եթե չի ստացվում ու չես փորձում, այդպես էլ չի ստացվի, բայց եթե փորձում ես, սխալվում ես ու սխալի վրա միատել ես, հա, փորձում, այդտեղ արդեն դու ճանապարհ ես անցնում, հա, որովհետև բոլորս էլ ինչ-որ սխալ անում ենք, հա, ինչ-որ բան անելուց, ոնց որ տառ գրելուց ենք սխալ, հա, մի քիչ գրել, ծուռ գրել, հետո ձեռքը հմտացել է եւ սիրուն ձեռակիր է եղել, ինչպես մաթեմատիկայի մեջ, հա, այնպես էլ ցանկացած այլ ոլորտում, հա, մի բան պետք է անես չստացվի կամ մի անգամից է ստացվում կամ ավելի լավ ստացվելու համար մի քանի անգամ ես, հա, այդ նույն բանը անում, կրկնում ես եւ հմտանում ես դրա մեջ։ Ու հմտանալու հետ զուգահեռ նաեւ արդեն այդ կարողությամբ դու կարող ես արդեն այլ բաներ անել, հա, շատ ավելի բարդ բաներ անել, մյուս, հա, գիտության, մյուս ոլորտների հետ առնչվել։ Մի հատ փոքրիկ աշխատարան ունենք, հա, այսօր իրար հետ անելու, անգլերեն ասած workshop, եթե ծանոթ է ձեզ այդ բառը, հա, այս առաջին նախագիծը, որ ներկայացրեցի, պիքսելները, հա, կուզենա իրար հետ նմանատիպ մի հատ նկար նկարեինք, հա, իրականում մեծ մասը այդ նկարի ես նկարել եմ, բայց մի փոքրիկ հատված կուզենայի, որ դուք էլ մասնակցություն կազմեք, մասը կազմեիք այդ նկարի եւ այդ նկարը կթողնենք դպրոցին նվեր, այսպես ասում, նաեւ կարող եք դուք ստորագրել, հա, ձեր անունը թողնել այդ նկարի տակ եւ օրնել նշել։ Բերեք ես ցույց տամ ինչ ենք անում, հա, նա սենց մի հատ պիքսելային պատկեր ունեմ, քանի որ Ավետիք Իսահակյանի 140-ամյակն է 2 օրից, հա, ես որոշեցի, որ Ավետիք Իսահակյանի պորտրետը միասին նկարենք։ Ուրեմն այս կետերը, որ ունեմ նշած, այսպես մուգ
պետք է այս քառակուսին լցնես։ Այսպես, ես մեկը ցույց կտամ, այսպես։ Հա? Կարող ես այս 3 հատը սենց մուկ լցնել ու այստեղ տակը քո անունը գրես։ Հա, ցանկալի է որ ձեր անունն էլ գրեք եւ ուզում եք ստորագրեք, խմբակային աշխատանք կա լինում, հա, ինքը ի վերջո։ Կարող է մի օկել այստեղ աշխատել, մոտեցեք աղջիկներ։ Տակ, այս այստեղ տակը անունը քո գրի, հա, անունը գրի։ Իրականում բարդ աշխատանք է, որովհետև ամեն մի քառակուսին, այդ տեսեք, այս կոստյումի հատվածը իրար հետ վերջնականացրինք, հա? Այսպիսի հարց, իսկ ձեր համար կա ինչ-որ մի յուրահատուկ ժանր, որը դուք համարում եք ավելի դժվար կամ ավելի շատ եք սիրում այդ ժանրը։ Իրականում չէ, տենց նախընտրելի ժանր չունեմ, հա, բնանկար, պորտրետ կամ ինչ-որ թեմա, հա, տենց ժանր չունեմ, իմ հետաքրքրությունները շատ բազմապրոֆիլ են, հա, ու շատ ժամանակ ինչ-որ մտքեր ես ունենում եմ, որը կարող է տենց մտքի մակարդակում մնա, հա, այդ մտորես, փորձես իրան վերածել վերջնական արդյունքի, նկարի կամ որևիցե արվեստային պրոյեկտի, բայց լինում է, որ այդ մտքի մակարդակում ինքը ավարտվում է եւ չես ուզանում իրագործել, հա, կամ մտածում ես, որ լավ է իրան հետո, հա, հասունացած չի, բայց նախընտրելի չէ, տենց ինչ որ հատուկ չունեմ։ Շատ բոլորն էլ իմ հետաքրքրության դաշտում են։ Որն եք ավելի շատ սիրում, պիքսելով նկարել, թե ավելի յուղաներկերով եւ բնական նյութերով։ Դե պիքսելն էլ եմ ես նկարում, լինում է գույնով, լինում է մատիտով, բոլորն էլ իմ սիրելի շարքերից են, ուղղակի տարբեր էտապներ են լինում, հա, շրջաններ են լինում, որ մի շրջանում ստեղծագործում եմ պիքսելներով, հաջորդ շրջանը, օրինակ այս 25 թիվը, օրինակ պիքսելային աշխատանք դեռ չեմ արել, նմանատիպ աշխատանքներ են իմ կողմից արված։ Բայց բոլորն էլ, որ ասում եմ, իմ ստեղծագործություններն էլ չեմ կարող ասել, մեկը սիրում եմ, մյուսը ավելի քիչ եմ սիրում։ Հետաքրքիր էր իմանալ, թե կա ինչ-որ արվեստագետ կամ որ ձեզ ոգեշնչում է, կամ ինչ-որ գործ, որից դուք ոգեշնչվել եք եւ դրա հիման վրա եք գրում ձեր աշխատանքը։ Շատ ունեմ նախընտրելի արվեստագետներ, նկարիչներ, եւ նաեւ շատ գործեր կան, որոնք հավանում եմ, բայց որևիցե մեկը, որը ասենց բուրըն ոգեշնչման աղբյուր է ծառայել, չէ, բոլորի հետ է առնչվել ու ոգեշնչվել ինչ եմ երկուսն էլ նշում, որովհետև լինում են աշխատանքներ, որ նայում ես, ոգևորվում ես, ինքը այլ թեմաներ է քո համար ստեղծում, հա, այսինքն նկարիչ լինել նաև նշանակում է արվեստի պատմության հետ առնչվել, հա, քեզանից առաջ ովքեր են ստեղծագործել հայ նկարիչներ, միջազգային նկարիչներ, հա, դա մի ընդհանուր ուղղություն է եւ պետք է ծանոթ լինես եւ ճանաչես։ Ինձ հետաքրքիր է, դուք արդեն ասացիք, որ դուք բազմաժանր եք ստեղծագործում, բայց կան ինչ-որ հատուկ ժանրեր, որոնք ավելի եք նախընտրում։ Չէ, հատուկ ժանր չունեմ եւ հատուկ ինչ-որ տեխնիկա եւ մեթոդ էլ չունեմ, որով որ աշխատում եմ, հա, ամեն անգամ տարբեր են եւ դա ինձ շատ դուր է գալիս, որ ամեն շարք ես տարբեր մոտեցումներով եմ անում։ Ինչու դուք որոշեցիք ընտրել հենց այդ մասնագիտությունը, ինչը դառավ ձեր նկարիչ դառնալու պատճառը։ Շնորհակալություն հարցի համար։ Դե ինչպես ասացի, մանկավարժի եւ դիզայների ընտանիքում եմ ծնվել եւ իմ համար շատ բնական կերպով եղավ, հա, մասնագիտություն ընտրելը։ Այսինքն ունեի էլի տարբեր հետաքրքրություններ, բայց շատ բնական էր ու հարազատ էր ինձ համար զբաղվել արվեստով եւ դիզայնով, հա, ինչով որ նաեւ զբաղվում եմ, այսօր ճիշտ է դրա մասին չխոսեցինք, հա, բայց արվեստի ու արվեստագետ դառնալու ընտրությունը շատ բնական իմ մոտ եղավ։ Այսօր
մասնակցեցի արվեստագետ Լևոն Ֆնջյանի հետ հանդիպմանը։ Ինձ շատ դուր եկավ այս ամբողջ պրոյեկտը։ Նման հանդիպման ճիշտ ասած առաջին անգամ էի։ Շնորհակալ ենք շատ, իսկապես ամեն բան շատ գեղեցիկ էր, հիասքանչեր։ Շատ յուրահատուկ փորձ ունեցանք։ Ես ինքս փորձեցի նկարել եւ հույս ունեմ, որ ապագայում հնարավորություն կունեմ ինքս զբաղվել նման նկարչությամբ, նման արվեստով։ Ես նայում էի Լևոն Ֆնջյանի նկարներին եւ ոգեշնչվում էի, այսպես ասած։ Ինձ դուր եկավ այս ամենը եւ ես կուզեի, որ ապագայում երեխաները նույնպես իմանային, թե ինչ է արվեստը։ Մեր օրերում շատ կարեւոր է արվեստին ծանոթ լինել եւ արվեստագետների հետ ծանոթանալ։ Գadgetների ու հեռախոսների շրջանում արվեստի հետ շփումը ոչ միայն ցանկալի է, այլ նաեւ պարտադիր, իսկ երբ այդ շփումը դառնում է այսպես ինտերակտիվ եւ կենթանի, սա արդեն կենսական է։ Ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել կազմակերպողներին, որ կարողանում են աշակերտներին ծանոթացնել արվեստի եւ արվեստագետների հետ։ Էլ ավելի ինտերակտիվ հանդիպումների կսպասենք սիրով, շնորհակալություն։ Շատ ուրախ կլինեմ նմանատիպ պրոյեկտներին ավելի հաճախ ներկա լինել։ Չլսող մարդկանց համար շատ կարևոր է նման հանդիպումները, որովհետեւ մենք էլ կարողանանք հասկանալ, թե ինչ մասնագիտություններ ընդհանրապես գոյություն ունեն, որովհետեւ հետո կարողանանք հեշտությամբ ընտրել մեր ապագան։ Շնորհակալություն շատ մեզ հրավիրելու համար։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ։ Շնորհակալություն։ Այս մեր ողջույններն է։ Մեր ծափերը։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Սև ու սպիտակ գույներ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Լուսաբաց։ Սուրճ, թե թեյ։ Երկուսը միասին։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Ինքնաբուխություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Կյանք։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Միտք։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Շատ են։ Դա Վինչի հետ շատ հետաքրքիր կլիներ։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Երկուսը միասին։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Ժամանակակից։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Ստեղծագործելու մղումն է ուժը։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Իրարից հեռու զգացմունքներ չեն, կարող են մեկը մյուսին հաջորդեն։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Տարբեր։ Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ Արվեստ կհորինեի։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակություն։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Լռել։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Մտորումը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Սիրել, երևի, այդտեղից է դուրս գալիս ամեն ինչ։